ուղիղ ժամ ու կես ման եկա աչքի բժշկի նշանակած դեղատոմսը, որի միջոցով պիտի գնայի ակնոցներ վերցնեի, ակնոցներիս համար էր։ Երկու բժշկինն էլ դրել եմ միտեղ, չգտա ամեն հնարավոր տեղ ման եկա, չնայած ես ունեմ իմ տեղերը, բժշկական այդպես փաստաթղթերի պապկա ունեմ, ոչ մի տեղ, այն նույնիսկ ամենաանհավանական տեղերը հնդրեցի, ժամ ու կես ման եմ գալիս, արդեն 6-ից երեկոյան քանի պակաս է, գնամ հələ այդ տեղը, օպտիկան, տեսնեմ առանց օղդոնանսի, էլի դեղատոմսի կտան չեն տա, կամ իրանք չափեն, եթե չէ ուրեմն նորից հանդիպում վերցնեմ, եթե չգտնեմ մինչև այդ այն ձևով էլի, այսինքն որ սկզբից անհանգիստ ես փնտրում, հետո մի 5-ից 10 րոպե ընդմիջում արեցի, նորից մտածեցի, նորից փնտրեցի, բայց չգտա ժողովուրդ ջան։ Հիմա գնում եմ Կրիս այդպես լավ բան կա, օպտիկների շարք կա, տեսնեմ ինչ կասեն։ Իբր մտածում էի շուտ կգամ ստեղ, հետո կգնամ էլի խանութներ, բայց դե ամեն դեպքում հələ որ չգիտեմ ինչ կանեմ։ Եղանակը ոնց որ ուզում ա տաք հանա, ես պիջակ հագա, բայց վաղը որ պիտի շոկ հանի, արդեն երեկո է, սկսում է տաք հանալ, էս լավ է։ Եթե շոկ եմ կհանեմ պիջակս։ Ահա, արդեն հասնում եմ, 5 քաղաքում է, 5 քաղաք եմ գնում։ Ոնց եք, լավ եք, համել բարև ձեզ։ Ոնց էր համեր գահավանեցիք, դիտել եք բոլորդ տեսանյութը, թե ոչ։ Տեսանյութի հաջորդ օրն է, այսինքն երկուշաբթի օր է այսօր։ Տպավորությունները շատ լավ էին, այդ ոնց են ասում, էմոցիաները այնքան շատ էին, նաև մի քիչ էլ հոգնած, որ ես գիշեր շատ լավ քնել եմ, երևի թե երաժշտություն էլ լսել եմ, հաճելի է եղել ամեն դեպքում նյարդերը հանգիստ, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ, մի խոսքով արդեն հասա սիրելիներս, հեսա, Կրիս, Չեղավ ժողովուրդ ջան, հաստորեն 3 տարի առաջ է այստեղ եղել, ասեց եթե 3 տարին անցած չլիներ, մենք կնայեինք, էլի։ Հիմա ինչ-որ ստեղի նասյոնալի վրա նոր կլինիկա բացվել, նորություն է, բայց պիտի զանգեմ, զանգելով, ասես կամ դոկտոր լիք բա, այստեղ այդ ձև ապլիկասիոն կա, նայում ենք, մի խոսքով, այս մնաց ուրեմն վաղվա կամ մյուս օրվա նայած թե երբ կվերցնեմ էլի այդ հանդիպումը։ Հիմա ուրեմն մտնեմ մի հատ կարոլ, գալուց տեսա որ 50% զեղչեր էր եւ այսպես հələ պտտվեմ ձեր հետ միասին, բայց լավ չեղավ որ սենց եղավ, սա հələ չկա նորից ստուգումների։ Կարոլում զեղչերը այդքան շատ չէին, մի քանի տեսական երանցած անգամ տեսել ենք։ Հիմա եկա Մորգան, այս շորը շատ հավանեցի, 110 եվրո է 50% զեղչ, թևերը տեսեք ինչքան սիրուն է։ Կգրեք ձեր կարծիքը, ինչ շատ դուր եկավ, նույնիսկ տատանվեցի գնել թե չգնել։ Միգուցե երբ որոշեմ գնել, կգնամ կտեսնեմ էլ չկա, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, սիրելիներս։ Գույնը լավն էր եւ ընդհանրապես զեղչեր շատ կան Մորգանում, տարբեր ոճի։ Այս նույն փողոցի վրա կա ուտլետ խանութ, որի մասին ես էլի եմ ձեզ պատմել։ Հիմա մտա եւ տեսա, որ կիսա դատարկ է։ Այստեղ այդ բուտիկը կա, թանկ ապրանքները զեղչված գներով ուտլետ։ Այսպես ասեմ, որ ավելի պարզ լինի։ Հաստորեն փակվում է։ Ինչու է փակվում, որովհետեւ վարձը շատ թանկ է եւ ամսական վարձը գիտեք ինչքան է։ Սարսափեցի, ես կնոջ հարցում եմ, այդքան ասում ահա 8000 եվրո, մեկ ամսվա վարձը խանութի, ասեց շատ թանկ է,
փակում ենք, լիլում թանկա է, լիլում չենք բացի, բայց մեր տարածաշրջանում նող պատկալ է, ասես մի քանի տեղ ունենք, այնտեղ այդքան էլ թանկ չի վարձակալությունը, ամեն դեպքում շշմեցի, փաստորեն դրա համար էլ հաճախ փակվում են այստեղ խանութները, վարձակալում են, տեսնում են առևտուրը, այն չի ստացվում եւ արդեն բնականաբար թանկ է վարձը լինում, այդ իսկ պատճառով շատ հաճախ այստեղ փակվում են։ Այսքանը օրը տաքանում է, ես արդեն սկսում եմ շոքել։ Քանի որ արդեն ժամը 7-ն է, խանութներն էլ արդեն 7-ին փակվում են, գնամ ես ապլի գրասենյակ, հələ տեսնեմ ինչ գներ են հեռախոսները, հարմար գներ լինեն, մի խոսքով առաջիկայում որոշել եմ հեռախոսս փոխել, տեսնենք ոնց կստացվի, ինչ հեռախոս վերցնեմ, բայց ոնց մտածում եմ, էլի գալիս եմ iPhone-ի վրա եմ կանգնում, դուք ինչ կասեք, ինչ հեռախոսներ կառաջարկեք, որ այդ ստոկաժ էլի, այդ գոն շատ լինի, քանի որ տեսանյութեր եմ նկարում, հենց այս iPhone 13-ը շատ չի կարողանում պահել, 128 գոյ է, 256 գոյանոց, ինչ հարմար հեռախոս, հələ կգրեք իմանամ, գրասենյակը ժամը 8-ին է փակում, դրա համար եմ այնտեղ գնում էլի, մոռացա ժամը ասել, փաստորեն շոկ է Ժողովուրդ ջան, անեցի պիջակը, ընթացքում էլ էի զգում, որ արդեն տաք է, ուրեմն իմացա, հələ դուք էլ ասեք, տեսնենք գները ոնց է ձեր մոտ կամ թեկուզ Հայաստանում, այստեղ ուրեմն չկար iPhone 16, ես Pro չեմ ուզում, այդ Pro-ի մեծությունը ինձ դուրս չի գալիս, այդքան չնայած 3 կամերա է, iPhone 16 ընդհանրապես իմ ուզած ժիգայով 256 էլի գոյով չկար, iPhone 16-ը ուրեմն 128-ով էր, որը որ իմ հեռախոսն է, iPhone 13-ը, դե դա բացառեցինք, 800, մոտ 800 եվրո էր, առաջարկեց աշխատողը iPhone 17 256-ով 970 եվրո, նու 60-ից 970 եվրո, կարելի է վճարել 2 տարով, 1 տարով, մի խոսքով, առանց ինչի, առանց ավել փողի, էլի, ինչ է կոչվում, արդեն մոռացել եմ, որ այդ ձեր բաներ ենք անում, մի խոսքով, ապառիկով, բայց առանց տոկոսի, հա, հիմա հələ դուք ասեք, ինչ գներ կամ ոնց են, ես ինքս հետաքրքրվեմ և արդեն հələ իմ հեռախոսի սերվիզներում հարցնեմ, չնայած ինքն ասում մենք ենք ստանում, եթե ակցիա չի լինում, գները նույնն են, եթե ակցիա է լինում այդ տվյալ սերվիզում, ասում հնարավոր է էժանանան, որակը գովեց, ասում շատ լավ որակի է, թեքվեմ այս կողմ եմ գնալու, ասում է շատ լավ որակի է, ճիշտ 2 կամերա ունի, բայց լավ նկարում է և շատ հնարավորություններ ունի, ես ասեցի, որ տեսանյութեր եմ էլի անում, անդադ ես վիդեո եմ անում, իսկ ես հեռախոսից արդեն այդ գոյերը չեն բավականացնում, անընդհատ ջնջում եմ, երբեմն կարևոր բաներն է ընթացքում ջնջվում է ու կորցնում եմ, այս էլ սա Ժողովուրդ ջան, կարելի է հետաքրքրվել, ես ճիշտ ասած իմ ընկերներից մեկ ասել է Redmi վերցրու չինական, ասում է շատ երկար է պահում վիդեոները, այդ գոյերը շատ են, որակն էլ գովում է, բայց ես չգիտեմ, հələ դուք էլ գրեք, տեսեք, տեսնենք, որն է լավը, այսքան բան գնամ տուն, տեսնեմ ինչ եմ արագ պատրաստում, երեկոյան, և այսպես օրը կավարտվի, ֆիլմեր եմ նայում, 3-2 ֆիլմ եմ նայել, առաջի օրներ, մի խոսքով, լավ ֆիլմեր եմ նայում, եթե կհետաքրքրի, չնայած վերնագրերը չեմ հիշում, բայց որը որ լավ տպավորվում է, չնայած հիշում եմ, հա, Պախրիշեն նայա, հիշեցի, հիմա դրա ուրիշ արտադրության ֆիլմներ եմ նայելու, երեխայի գողանալու ֆիլմեր են, էլի, մի խոսքով ես էլ ես, մարդիկ դրսում են, որ վայելում են լավ եղանակը, ես նույնպես դանդաղ այսպես գնում եմ տուն, հիմա մտնեմ Վարսակի փաթիլներ տեսնեմ, կա ես մեր մոտիկ Կարֆուրում, վերցնեմ ու տուն գնամ, այսքանը, առայժմ։ Սա էլ Վարսակի փաթիլները նայեք Ժողովուրդ ջան, լավ էր կար, բյոն գնեցի,
Եվ արդեն առավոտյան նախաճաշը կլինի վարսակի փաթիլներով շիլա։ Լավ նիհարացնում է։ Բարի լույս ժողովուրդ ջան, այսինքն ինչ բարի լույս, արդեն բարի կեսօր։ Ուրեմն նախաճաշեցի երեկվա արդեն գնացս վարսակի փաթիլներով շատ համեղ էր, տաներ հապալաս ունեինք հավեսով, նախաճաշ արեցի, մի քիչ մի երկու գործեր բաներ արեցի։ Պատիս այդ շլանգը լվացի, օրներ 15 օր մեկ լվանում եմ եւ արդեն մեր ջրի ֆիլտրով այդ ապարատը, էլի ֆիլտրը փոխեցի, լվացի մինչեւ մի քանի օր, մի խոսքով արդեն նաեւ ճաշել եմ, կարտոֆիլ, թարմ կարտոֆիլ եփեցի եւ այդպես հավի խորոված մսի կտորներով եւ սմբուկի խավիարով։ Այս էլ մոտիվացիա թեթև բան եւ հիմա դուրս եմ գալիս, գնում եմ աչքի հանդիպման, փաստորեն շատ արագ այսօր տեղի եղավ, ժամը 2:30, գնում եմ հիմա 2-ն է, դուրս գամ գնամ։ Դե ինձ սիրելիներս, օրը տաք է, դե ասել եմ այս մեր շենքի շինարարության այս երկաթե մասսան խանգարում է, չեմ կարողանում հասկանալ եղանակի շատ շոգ ու տաք լինելը, եթե շատ շոգ կլինի, կարող եմ կոճակները քանդել, տակի մայկայով մնալ։ Մի խոսքով արագ, քանի որ ոտքով եմ գնալու, երևի 10-15 րոպեի ճանապարհ է։ Գնանք միասին, տեսնենք ինչ է ասում։ Բախտս բերեց, որ այսօր տեղ եղավ։ Ինչու եմ այստեղ գնում, Լիբերտեն եմ գնում, Նասիոնալի մոտ չեմ գնում, երեք այդ աղջիկը այդ հասցեով ինձ ուղարկեց, որովհետև կարծիքները կարդացի եւ շատ վատ կարծիքներ էր, 3 իսկ ես արդեն գրեցի, որ լավագույն բաները որոնք են, աչքի այդ կլինիկաները, նորից այդ Լիբերտեի վրայինը ցույց տվեց 4-ի 8 էր կարծիքները, 5-ը Պեղմողոյի վրա էր, բայց այդտեղ երբեք չեմ գնացել, չգիտեի ոնց կլինի էլի, դե այստեղ սովոր է, ասեցի, որ կորցրել եմ այդ տեղատոմսը ու պետքա ակնոցներ վերցնեմ, մի խոսքով գնացինք էլ, շատ չխոսեմ, չուշանանք։ Այս ակնաբուժական կենտրոնը գտնվում է 89 բուլվար Լիբերտե հասցեում։ Ահա, տեսեք արտաքին տեսքից եւ կարեւորը, որ աշխատում են ցիղ պայանով, այսինքն չենք վճարում նախորոք։ Տեսեք, եւ շատ հարմար է, մոտ է եւ շատ շուտ էլ տալիս են հանդիպումները։ Ստուպեցի, վերջացրեցի, լավ էր։ Տվեց նորից այդ տեղատոմսը, հիմա արդեն ուշ է, էլի, այնտեղ պիտի մի քիչ շուտ գնաս, որ իրենք էլ ստուգեն, փորձեն, տան, էլի, հեշտ չի ակնոց վերցնելը։ Շատ երկար ժամանակ է տևում։ Շատ եմ հավանում այստեղի այս բժշկին, շատ խելացի ու շատ բնական ձևով է էլի ներկայացում ասում առանց, չնայած տեղ բոլորն են այդպես, միանգամից կասեն, բայց այս օտարազգի բժիշկները, ովքեր դրսից եկել են այստեղ կամ կարող այստեղ են ծնվել, ինձ թվում է ավելի խելացի են։ Այսպես, տեղը շփոթել է, այդ մյուս կողմն էի գնացել, տեսա չէ, այդտեղ չի, նորից հետ եկա, բանից պարուներ ավելի մոտիկ էր, էլի, 89 Լիբերտեներ, որ ինձ ավելի մոտ էր, անցել էի այն մյուս կողմը, թանգարանի դեմն էի գնում, թե ինչի չգիտեմ, հետո զգացի, որ սխալ եմ գնում, լավ էր, չուշացա, վերջի րոպեին հասա տեղ, այսքան բան ժողովուրդ ջան, եղանակը լավն է, հաճելի է, կա տենց կին, որ իրան կոմպլիմենտ են անում չուրախանա, ինձ թվում է չկա, տարիքը նշանակություն չունի, այսպես անցնում եմ ես փխնդախանութի մոտով, անցորդներից մեկ ասում, մադամ դուք շատ սիրուն եք, հաճելի էր, եթե անգամ սիրուն էլ չէի, որոշեցի մտնել այս սրճարանը, գոնե մի բաժակ սուրճ խմելու, դե թխվածքներ բնականաբար չեմ վերցնում, տեսեք ինչ հետաքրքիր տեսարան է, այս էլ իմ սուրճն է, սկուտեղից ես ինքս հրաժարվեցի, այսպես ավելի հեշտ է։ Սուրճս վայելեցի ժողովուրդ ջան, դե հիմա էլ գնամ մի հատ էլ խանութ կա, այնտեղ էլ նայեմ մի բան կա նայելու ու արդեն կամաց գնամ տուն։ Ժողովուրդ ջան, եկա ահագին տեղ էր, մտա օրանժ, այստեղ էլ հեռախոսիկին հարցրեցի, դե ճիշտ ասած պարիսակի խանութ էի մտնում, էդ էլ մտա, ստե մի հատ ուրիշ խանութ էլ մտա, հիմիկվանից ուրեմն բան պրիվեներ են կոչվում, այսինքն իրանց կլիենտների համար զեղչեր են անում, դրա համար երբեմն լավ բաները հենց այս ժամանակ ենք էլի կարողանում գտնել, որ խանութում որ դու գրանցված ես,
Վաղվանից սկսվում են շատ խանութներ արդեն սկսվել են։ Դրա համար ասի մի հատ նայեմ։ Իսկ օրանժում էլ հարցրեցի նույն գիններ։ Ինչը որ ասել էին ծապելում, այդ գրասենյակում ինքն էլ նույն բանն ասեց։ Այնպես որ հələ կլսեմ այս տեսանյութը կթողարկեմ, կլսեմ ձեր կարծիքները եւս։ Խոն էր ասում ինքն, իրաց մոտ խոն կար 1320 քանի եվրո էր։ Մի խոսքով այսքան բան։ Սուրճս էլ խմեցի, ժամանակս անցկացրեցի։ Հիմա գնամ տեսնեմ, որ ուղղությամբ եմ գնում։ Լիլ քաղաքի հրապարակն է։ Ոնց գնում եմ, գալիս եմ էլի հրապարակի միջով անցնում։ Շատ հարմար խաչմերուկ է բոլոր ուղղությունների համար։ Տանն եմ ժողովուրդ ջան, ուրեմն միս էի հանել ուրիշ նպատակի համար, բայց չգիտես ինչի որոշեցի, որ կոտլետ անեմ, ուրեմն շատ արագ ձևով հիմա կոտլետները տապակվում են, չվարվի, ցերեկով կարտոֆիլ էի, չէ, այդ մի քանի կարտոֆիլներ եմ դրել տապակվի և կանաչ լոբի եմ եփել, շտապ, ես արագաշարժ եմ, էլի, հիմա այդ հանեմ և ռապսեի մեջ տնեմ ցույց կտամ, մոտիվացնեմ ձեզ, թե ինչ եփել այսօր, այդ հարցներ լուծվեց իմ օգնությամբ, առայժմ մոտիվացիա ժողովուրդ ջան, ահա կարտոֆիլները, կոտլետը և կանաչ լոբին, դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ մոտիվացիա։ Առավոտյան ժամ է, քաղաքը նոր է արթնանում, մարդիկ շտապում են աշխատանքի, որոշ մասն էլ արդեն գնացել են, տեսեք ինչ հետաքրքիր է, քաղաքի այս հատվածը հանդիպում եմ հենց այստեղ, սպասում եմ և արդեն ձեզ եմ ներկայացնում այս ժամի եռուզերը ինձ դուր է գալիս, երբ քաղաքը արթնանում է։ Տեսեք հեռվում մեքենաներն են, ովքեր եկել են սրճարաններին, ինչ-որ բաներ են բերել, պատվերներ էլի։ Քաղաքի ավտոբուսն է, կա որ երկար ավտոբուս է լինում, այս մեկը կարճ էր։ Նայած թե որ ուղղությամբ է շարժում ավտոբուսը։ Ահա այն հեռվին նայելու մեջ ես եմ կանգնած նկարում եմ և հիմա առաջ շարժվեմ ու ձեզ ասեմ, որ եթե դուք պիտի գնաք մեր քաղաքի օդանավակայանը, կարող եք օգտվել այս ավտոբուսից, որը կես ժամը մեկ շարժվում է դեպի օդանավակայան։ Ժողովուրդ ջան, առավոտյան սուրճս որոշեցի ձեզ հետ խմել։ Հովացել է։ Մի քանի խուրմա է այստեղ, հարևանի նվեր բերածը։ Լավ չգիտեմ այս անգամ, դե ես տենց չեմ ուտում։ Ուղղակի մի քիչ չորոտ է, Կարենը չի ուտում։ Ես էլ արդեն ինչ է որ ինքը չի ուտում, ափսոսս գալիս ա որ թափեմ, տենց թողել եմ, որ ես կուտեմ։ Եվ երևի թե շոկոլադով կուտեմ։ Ուրեմն ես հովացնում եմ, չէ, ընդհանրապես հով վիճակով եմ սիրում խմել սուրճը և ընդհանրապես ուտելիքները ես տաք չեմ ուտում, ուղղակի ինձ համը դուր չի եկել, իսկ բոլորովին վերջերս իմացա, որ դա նաև շատ վատ է կերակրափողի համար, եռման աստիճանի թեյեր են, չէ, մարդիկ խմում, կամ սուրճը շատ տաք, եռման այդպես խմում են, որը որ կերակրափողը գրգռում է, այրվածք է առաջանում, այդպես այրելով տարիների ընթացքում կերակրափողի ասում են ուռուցք հնարավոր է լինի, մի խոսքով ինձնից ձեզ խորհուրդ, ինչը որ տեղեկանում եք, ինչը որ իմանում եք, որ դա վատ է, դադարեցրեք, առողջությունը շատ կարևոր բան է։ Առավոտյան նախաճաշս եղել է էլին վարսակի փաթիլներ, հապալասը այսօր վերջացավ։ Վաղը նորից, վաղվա նախաճաշը կլինի ինչիա սերմերով էլի յոգուրտը։ Այսպես վաղ դա կուտեմ, մյուս օրը ենթադրենք ձուկը խաշեմ, հետո նորից վարսակի փաթիլներ, սրանք նախաճաշերի լավագույն տարբերակներն են, որ կարող եք դուք ինքներդ էլ ուտել, եթե ցանկանում եք, որ նիհարել կամ մնալ նույն քաշին, չգիրանալ, պահպանեք սա։
Եվ քանի որ այդ թեմայից խոսեցի, հիվանդության նետորոցքից խոսեցի, որը շատ էս համար սարսափ է, մի հետաքրքիր պատմություն է պատմեմ ձեզ, հենց այս պահին մտքովս անցավ։ Սիրելի հետևորդներ, մի մեծ սիրո մասին եմ ուզում ձեզ պատմել, իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի և կինոդերասանուհի Ջուլիետա Մազինա կամ Մասինա, նայած թե հնչեղությունը որ լեզվով է, իրենց սիրո մասին, իրենց շրջապատող մարդիկ են բազմիցս, որ իրոք դա մի մեծ սեր է եղել, չէ ընդունված է, որ արտիստները, այդ բնագավառի մարդիկ երկար չեն մնում ամուսնացած, միշտ կապը կարճ է տևում, բայց նրանք երկար տարիներ, 50 տարի միասին ապրել են։ Եվ արդեն 50-ամյակի այդ մոտ ժամանակներում նման պատմություն են պատմում, որ Ջուլիետան հիվանդացել է թոքերի քասկեղով և հրաժարվել է ստացիոնար բուժում ընդունել, որպեսզի խնայի Ֆեդերիկոին, քանի որ նա էլ սրտի խնդիր է ունեցել և պատրաստվում է վիրահատության, սիրտը թույլ է չի դիմանա, որ լուրը իմանա։ Եվ պատահաբար, երբ Ֆելինին վատանում է, հիվանդանոց են տանում և պիտի արդեն վիրահատություն անեն, այնտեղ իմանում է, որ Ջուլիետան ինչ հիվանդ է, զայրանում է, հրաժարվում է, մեքենա է պահանջում, որ անմիջապես տուն գնա, և Ջուլիետան արդեն դեխոստովանում է և ասում է, որ քեզ պահպանի, ես պարկում եմ արդեն հիվանդանոցում, ստանում եմ համապատասխան բուժումը, որ արդեն ուշացված էր։ Եվ ասում են, մի պալատում կինն է եղել, որ կյանքի գոյության կռիվ է տվել, չնայած նահանջելուց է եղել, արդեն առաջ խաղացում չի եղել, մյուս ասպարապալատում էլ պարկած է եղել Ֆելինին, որ սիրտը վիրահատել են, կյանքը պիտի երկարացնեն, շարունակի ապրել, ստեղծագործել։ Ֆելինին անհանգիստ բնավորություն է ունենում և արդեն շուտով իրենց ամուսնության 50-ամյակն է, որ միասին ապրում են, այսպես ասեմ, բժշկին խնդրում է, որ արագացնի դուրսգրման պրոցեսը, որպեսզի հիվանդանոցի պատերի ներքո չնշեն իրենց տոնը։ Համաձայնվում են, այսպես ամուսիններով գնում են հենց այն ռեստորանը, որտեղ Ֆելինին առաջին անգամ հրավիրել է Ջուլիետային, ծանոթանալու օրն է իրենց եղել։ Եվ առաջին հանդիպման օրը, ավելի ճիշտ էլի, հենց այդ օրը նրանք հանդիպել են հենց այդ ռեստորանում 50 տարի առաջ։ Եվ այդ ռեստորանում արդեն նստում են, որ նշեն իրենց 50-ամյակը, դե պարզ է պատվիրում են և ասում են, առաջի պատառը մոցարելայի, որ կտրում է, որ ուտի, շնչահեղձ է լինում։ Ֆելինին վատանում է, բժիշկները գալիս են, սրտի նոպա են ախտորոշում և մահ, արագ մահ, այսինքն խեղճ մարդու սիրտը չդիմացավ այդ վշտին, որ իմացել է, որ կինը հիվանդ է։ Իսկ կինը մահվան այդ արարողության ժամանակ, որ ասում է գնում էին, ցավակցում էին, ասում է այդ թաքցրած գլխաշորի տակ, քիմիայից ստացած մազերը թափված վիճակով, շատ թույլ, ահա որ հիվանդ, ագին տեսքով, ասում են ժպտում էր ու լաց չէր լինում, էլի, իրեն ուժեղ էր պահում ու ժպտում էր, որ ցավակցում էին, ու այդպես անցնում է մի քանի ամիս, աղբյուրում կա 4 ամիս, միտեղ մոտ 5 ամիս, երբ նրան տարուկեսից 2 տարի կյանք էին ասել կունենաս, Ջուլիետան էլ է մահանում, չի դիմանում էլի այդ վշտին, երբ նրա թափորն էին տանես լինում, իր խնդրանքով, ոնց որ մահացել է այդ ժամանակ գտել են, որ Ֆելինի նկարն է իր ձեռքին եղել, այդպես էլ իրեն թաղել են,
Եվ արդեն նոր վրա արդեն գրել են, որ իշխանտրանքով նորից, որ Ջուլիետա դու հիմա կարող ես հանգիստ լաց լինել։ Էս էլ ես մի քիչ տխուր, բայց վեր սիրո պատմությունը, որ մարդիկ ապրելով 50 տարի միասին չեն դադարել սիրել ու սերը հարատև է եղել, իսկական սերը սա է, բա ժողովուրդ ջան, բոլորիդ մաղթում եմ նման սեր, երկարակեցություն, որպեսզի վայելեք ձեր սերը։ Ուրեմն տեսանյութը ավարտում եմ հիշեցնելով, որ աշխարհի ֆուտբոլի խաղերն են սկսվել, եթե տեղյակ չեք, կարող եք նայել, երեկ Ֆրանսիան կրեց Սենեգալին, շատ բուրըն իրավիճակ էր Ֆրանսիայում, կոնկրետ մեր քաղաքում, ձեր մոտ չգիտեմ, շատ էին ուրախացել ֆրանսիացիները Ֆրանսիայի առաջին հաղթանակի կապակցությամբ։ Այսքան բան, ես էլ լավ նոտան բերեցի, որ արդեն ձեր տրամադրությունը բարձր, դիտելուց հետո անցնեք ձեր լավ գործերին։ Եվ վերջում ավելացնեմ, որ մի մոռացեք, որ ես համագործակցում եմ տարբեր ընկերությունների կամ տարբեր անհատներեցների հետ, ովքեր կցանկանան, որ իրենց մասին գովաս լինի, իրենց մասին տեղեկացվեն շատերը եւ իրենց գործերը հաջող ընթացք ունենան։ Ուրեմն առանց վարանելու դիմեք ինձ եւ մենք կկազմակերպենք այդ ամենը։